Ցրված սկլերոզը միատարր հիվանդություն չէ։ Նունե Եղիազարյանը այն անվանում է հիվանդություն 1000 դեմքով։ Գոյություն ունի ցրված սկլերոզի 3 հիմնական տեսակ՝ գրոհային, երկրորդային պրոգրեսիվող եւ առաջնային պրոգրեսիվող։ Առաջին տեսակի դեպքում հիվանդի մոտ լինում են սրացումներ, գրոհներ, որին հաջորդում է լավացման շրջանը։ Հանդիպում է հիվանդների 80%-ի մոտ։ Այդպես գրոհներով իրանք 10 տարի գնում են։ Եվ այդ գրոհային ընթացքը մեր բժիշկներիս ամենասիրած ընթացքն է, որտեղ այդ ընթացքում մենք կարողանում ենք բուժել հիվանդին լավագույնս։ Ցրված սկլերոզի երկրորդ տեսակը երկրորդային պրոգրեսիվ ընթացքն է։ Այս դեպքում ակնհայտ գրոհներ եւ սրացումներ սկզբում կան, հետո չեն դիտվում, եւ հիվանդի վիճակը վատանում է աստիճանաբար։ Ու քանի որ չկան սրացումներ, բժիշկը չի կարողանում միջամտել։ Եվ կա ցրված սկլերոզի մեկ այլ երրորդ տեսակ, որը մասնագետներն անվանում են առաջնային պրոգրեսիվող։ Այս դեպքում հիվանդի վիճակը հենց սկզբից վատանում է նույնիսկ իր համար աննկատ, շատ դանդաղ։ Հիվանդության սկիզբը որոշելը դժվար է։ Ես շատ հաճախ հիվանդներին հայտնաբերելու համար հարցնում եմ, իսկ դուք հիշում եք վերջին անգամ դուք երբ էիք վազում։ Որպես կանոն այդ տեսակը սկսում է ոտքերի թուլությամբ։ Իրանք չեն էլ նկատում, երբ են իրենք դադարել վազել, եւ ինչ որ մի ժամանակ նկատում են, որ քայլվածքը կողքից ասում են վատն է։ Դա լինում է հիվանդների 15-20%-ի մոտ, եւ այսօրվա բժշկությունը միայն մի դեղ ունի իրենց առաջարկելու, որն էլ չի կարելի ասել, որ շատ արդյունավետ է, բայց ունի որոշակի արդյունավետություն։